Մասնագիտություն ունեք։ Արդյունաբերական քոլեջն եմ ավարտել։ Չէ։ Իսկ լեզու գիտեք։ Հա, լեզու չգիտես, հա։ Լավ չի։ Ամուսնացած ես։ Հա, ամուսնացած եմ եւ երեխա էլ ունեմ։ Ու աշխատանք է ինձ պետք, որպեսզի ես երեխայիս կարողանամ պահել։ Պարզա։ Լավ աղջիկ ես երևում։ Միանգամից ցանկություն առաջացավ օգնելու։ Ուրեմն այսպես անենք։ Սա մոդելային գործակալություն է, ինչպես հասկացաք։ Ես աղջիկներ եմ ընդունում, մոդելներ աշխատանքի։ Հիմա ներկա պահին ուրեմն 10 հոգուց բաղկացած խումբ կա, ուղարկում եմ Դուբայ վերապատրաստման։ Հետո դրանից հետո արդեն ընդունում եմ աշխատանքի։ Արի քեզ էլ ուղարկեմ միանգամից իրանց այդ վերապատրաստման, հետո կգաս ու կընդունեմ աշխատանքի։ Դուբայ։ Հա ինչ է հել։ Էսա մեր քթիպտակ Դուբայ։ Չէ, ուղղակի գիտեք, նախ ես միջոց չունեմ եւ երկրորդը իմ երեխան դեռ շատ փոքրիկ է, ես չեմ կարող նրան մենակ թողնել։ Այ երեխայի հարցում ոչինչ անել չեմ կարող։ Բայց ինչը վերաբերում է միջոցներին, մի բան կմտածենք։ Լավություն անենք, Աստված մեր դեմը կբերի։ Ուրեմն այսպես անենք, հա, բայց դրա համար շատ կարևոր է, որ ձեզ հետևեք։ Դե շեյփինգ բան, գիտեք արդեն։ Հա, պայման։ Եվ հետո ինչ ճիշտ հասկացեք, հա, ինչքան ձեր տեսքը լավ լինի, այնքան ձեզ ավելի շատ կհրավիրեն աշխատանքի, մրցույթների, եւ ինչքան շատ մասնակցեք, այնքան փողը շատ կլինի։ Այ այսպեսին է մեր աշխատանքը։ Բայց ես կարող եմ։ Իհարկե կարող եք։ Միայն թե պետք է ինքնավստահ լինեք, գրավիչ, դյութիչ, գեղեցիկ։ Ես հասկանում եմ, ձեզ համար անսպասել էր ու դժվար, բայց խորհուրդ կտայի փորձեք։ Այստեղ եթե ինչ-որ մեկը կորցնելու բան ունի, դա ես եմ։ Ես կարող եմ տանը խորհրդակցել, հետո նոր ձեզ պատասխանը կասեմ։ Իհարկե, անպայման։ Բայց խնդրում եմ արագացրեք, որովհետև ես պետք է թղթերը պատրաստեմ բան, իսկ դրա համար ինձ ժամանակ է պետք։ Լավ, շնորհակալություն, կարող եմ գնալ։ Հա, իհարկե։ Հա, ձեր անունը ինչպես էր։ Աստղիկ։ Հա, հաճելի։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Ալո։ Ես եմ։ Ուրեմն ինձ մոտ ոնց որ թե ցուցակը լրանում է։ Մնում է փողերը ուղարկեք։ Դուք հաշվի համարը գիտեք։ Ուրեմն հենց փողերը ուղարկեք, հաջորդ առավոտյան աղջիկները կլինեն այդտեղ։ Լավ։
Լավ արի կար Աստղիկ, կոտորվեց ես խեղճ երեխեն։ Հա մամ, բայց քոռը փոշման չեմ եկել, չէ։ Բայց վեր չէ եկար, չէ։ Մամ, դատարկ ձեռքերով չեմ եկել, ես աշխատանք եմ գտել։ Աշխատանք ես գտել։ Հա։ Էդ շուտ։ Էդ ինչ գործավոր։ Մամ, դե մոդելային գործակալությունն է, այնտեղ հագուստներ ես հագնում, մոդել ես դառնում, շորեր ես ցուցադրում։ Չհասկացա, քեզանից ինչ մոդել։ Հետո մամ, 10 տեղ մտել եմ, ոչ մի տեղ չկա աշխատանքի համար։ Մամ, համել տնօրենը շատ լավ մարդ էր, ինձ ընդառաջեց, ասեց, քանի որ փոքրիկ երեխա ունես, քեզ կարող ենք օգնել, կուղարկի ինձ վերապատրաստման դասընթացների հետո կաշխատեմ։ Բայց ես ինչքան գիտեմ, Հայաստանում այդպիսի դպրոց չկա, Աստղիկ։ Հա, մամ, դրա համար էլ Դուբայ են ուղարկում։ Դուբայ? Խելքդ գցել ես։ Մամ, բայց ինչի ախր մի շաբաթ անդամենը տևելու։ Երեխուն դու կպահես, ես կգնամ կսովորեմ, կգամ կաշխատեմ։ Չգիտեմ, Աստղիկ, խելքս բան չի կտրում։ Երեխուն պահելը կպահեմ, բայց ես դեմ եմ դրան։ Ու խորհուրդ եմ տալիս, որ դու էլ մի լավ մտածես ինչ ես անում։ Մամ, ես մտածելու ժամանակ չունեմ, չես հասկանում։ Միակ բանն է, որ եղել է հիմա դա։ 100 տեղ մտել եմ, մամ, սա անգիրարած նախադասություններ են ասում։ Հա, երբ որ հարկ լինի, մենք ձեզ կզանգահարենք։ Հիմա չգնամ, այս գործը ձեռքից բաց թողնեմ, մամա։ Չեմ կարող, չէ, ես կգնամ։ Կգնամ, կսովորեմ ու կգամ կաշխատեմ։ Աստղիկի շտապողականությունը օր առաջ աշխատել հասկանալի էր։ Լենան էլ էր հասկանում, որ դժվար է աշխատանք գտնելը։ Բայց այն, որ Աստղիկը պետք է մեկներ Դուբայ, այն էլ ինչ-որ դասընթացների, Լենային դուր չէր գալիս։ Բայց որպես մայր չէր էլ ուզում խանգարել աղջկան։ Գուցե իր մտավախությունը սխալ է ու ամեն ինչ լավ լինի։ Դու տականք ես։ Ուր ես ինձ բերել։ Մի քեզ միամիտ դերդիր։ Իբր չգիտեիր, հա։ Հա ես չգիտեի, եթե ես իմանայի ես չէի գա։ Լավ էլ գիտեիր։ Սա հենց քո նմանների տեղն է։ Դու տականք ես, անասուն։ Ասա աղջիկ ջան։ Դու քեզ խելոք բայ, հա։ Քեզ խելոք բայ։ Ու ինչ ասում եմ արա։ Ու կլիենտների սպասարկի։ Թե չէ քո համար շատ վատ կլինի։